Տաշիր արենայում կայացել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։ Երևանցիները հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ծանոթանալ Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Մասնավորապես երևանցիներին է ներկայացվել Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագիրը։ Ներկաները Նարեկ Կարապետյանին ու թիմի մյուս անդամներին հարցեր են ուղղել ոչ միայն տնտեսական ծրագրի, այլև իրենց հետաքրքրող այլ ոլորտների վերաբերյալ։ Ես շատ եմ ուզում լսել ձեզանից ու հասկանալ իշխանության գալով վերջապես մեր երկրում գործելու է օրենքը, թե ոչ։ Գիտեք, ընդդիմությունները մի հատ հատկություն ունեն մինչև իշխանություն դառնալը։ Իրանք միշտ ասում են հա, միշտ հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրավանգներ են տալիս։ Ճիշտ եք ասում։ Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացնել իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել։ Ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան այս մեր երկիրը փոխելու մենք չունենք։ Եվ այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ որ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանա անի այն, ինչ հիմա են անում։ Հանդիպան ընթացքում ներկաներից մեկը հետաքրքրվել է էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներով, առաջարկելով դիտարկել աղբից էլեկտրաէներգիայի ստանալու այլընտրանքային տարբերակը, ինչը կօգնի նաև լուծել Նուբարաշենի աղբավայրի եւ մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Արձագանքելով քաղաքացու առաջարկին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ նման նախաձեռնությունները կարող են էականորեն նվազեցնել հիվանդությունների աճը։ Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված հոտի, ընդհանրապես օդի հիմնական խնդիրներից մեկն է։ 2 օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք եւ իրենք ասեցին, որ օնկոհիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20%-ով։ Միայն նրա պատճառով, որ օդը աղտոտված է Երևանում։ Իրենք բուժառուների մոտ 20%-ով աճ ունեն։ Իսկ ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը։